Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան, հրավերն ընդունելու համար։ Գիտեք, որ կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին նաև մասնակից է Հայաստանի վարչապետը, ու հետաքրքիրն այն է, որ այս հանդիպումները անցնում են այն քննարկումների ֆոնին, երբ մինչև մեկնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այնտեղ բարձրացնելու է եւ հարթակը օգտագործելու է Հայաստանի համար կարևոր հարցերը ի ցույց դնելու եւ դրանց մասին խոսելու համար։ Մասնավորապես վարչապետն այնտեղ հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում լիարժեք չեն գործում ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքները եւ ավելացրել, որ սահմանափակումներն ու վարչական խոչընդոտները խանգարում են ընդհանուր շուկայի աշխատանքին եւ դրանք պետք է վերացվեն միության արդյունավետության եւ վստահության պահպանության համար։ Այս ելույթը այս կտորով ինչպես կգնահատեք։ Միանշանակ է, որ խոսելով ԵԱՏՄ-ի մասին, վարչապետ Փաշինյանը նկատի ունի Ռուսաստանին, հասկանալի է, որ վերջին ամիսների ընթացքում Հայաստանը ենթարկվում է տնտեսական ճնշումների Ռուսաստանի կողմից եւ դա արվում է նաեւ ԵԱՏՄ գծով։ ԵԱՏՄ-ն օգտագործվում է որպես մի հարթակ, որտեղ անընդհատ Հայաստանի առջև դրվում են նոր նախապայմաններ, հանձինս հայտնի նախապայմանի, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև, այն էլ ճանապարհն է նշվում հստակ հանրաքվեի միջոցով, եւ նույնիսկ մեզ սպառնում են նոյեմբերին այդ հարցը բարձրացնել ԵԱՏՄ հերթական նիստին։ Այնպես որ հասցեատերը հստակ է, հարթակը հստակ է, ես կարծում եմ, որ այս գործընթացը շարունակական է լինելու։ Ռուսաստանը շարունակելու է ԵԱՏՄ հարթակը օգտագործել այդպիսի ուլտիմատումներ ներկայացնելու համար, վերջնագրեր ներկայացնելու համար, իսկ մեր երկրի ղեկավարը ամեն անգամ գնալու է այնտեղ եւ ներկայացնելու է մեր երկրի դիրքորոշումը, որը բխում է մեր ժողովրդի եւ մեր երկրի պետականության շահերից։ Բայց այդ դիրքորոշման ներկայացումը ինչ է փոխելու։ Մեծ հաշվով ոչ մի բան։ Ես լավատես չեմ այս հարցում, կամ երևի ճիշտ կլինի։ Բայց ոնց որ վատատես էլ չեք, այսինքն հակառակն էլ։ Դա ես ասեի, երևի ճիշտ կլինի ասել, որ նաև վատատես չեմ, որովհետև տեսեք, մեր խնդիրները Ռուսաստանի հետ չեն սահմանափակվում ԵԱՏՄ-ով։ Մեր խնդիրները Ռուսաստանի հետ նրանց սկզբնաղբյուրը որևէ դեպքում չի կարող լինել Հայաստանի, այսպես ասեմ, եվրոինտեգրացիան, որովհետև մենք հստակ չենք կարող այսօր ասել եւ վարչապետն էլ արդարացիորեն դա նշեց, որ Հայաստանը չունի այդպիսի խնդիր այս պահին, մենք չենք գնում դեպի Եվրամիություն, մենք հայտ չենք ներկայացրել եւ որքանով ես հասկանում եմ, չենք էլ պատրաստվում ներկայացնել։ Հետեւաբար առաջանում է տրամաբանական հարց. ինչու է մեր առջև դրվում այդ երկընտրանքի հարցը։ Ընտրեք ԵՄ թե ԵԱՏՄ։ Եվ որովհետև X պահից սկսած մենք կարող ենք այդ X պահը սահմանել որպես օգոստոսի 8 2025 թվականի Հայաստանը մտել է մի տարածք աշխարհաքաղաքական եւ ամենակարևորը աշխարհատնտեսական, որտեղ միջայց չի եղել։ Եվ այդ տարածքում չկա Ռուսաստանը եւ չկա ռուսական շահը։ Սա է ամենակարևոր գործոնը, որը անհանգստացնում է Մոսկվային, եւ սա է ընկած այն պատժամիջոցների հիմքում, որոնք կիրառվել են դեռ ընտրություններից առաջ Հայաստանի նկատմամբ։ Սա է ընկած ԵԱՏՄ հարթակում այդ ճնշումների հիմքում, որոնք իրականացվում են։ ԵԱՏՄ Հայաստան հարաբերությունները այս պահին որևէ լուրջ խնդիրներ չունեն, մենք չունենք որևէ լուրջ խնդիրներ եւ վարչապետը շատ հստակ ասել է եւ շատ ճիշտ է ասել, որ եթե Հայաստանը 25 թվականին արտահանել է ԵԱՏՄ 3.2 միլիարդ դոլարի ապրանք, իսկ ներմուծել է 5.5։ Հայաստանը հարկերի եւ մաքսերի տեսքով վճարել է ԵԱՏՄ ընդհանուր այդ բազան, կացան 330, եթե չեմ սխալվում, միլիոն դոլար, իսկ ստացել են ընդամենը 175։ Այսինքն մեր երկիրը իրենք ավելի շատ են կախված մեզնից, քան մենք իրենցից։ Ոչ թե կախված են, ես չեմ կարծում, որ այս մասշտաբներում մենք կարող ենք խոսել կախվածության մասին։ Մեր անհրաժեշտությունն այնտեղ ավելի շատ կա, քան իրենցը։ Այո, մենք մեր լուման բարեխղճորեն վճարում ենք, եւ այդ լուման շատ ավելի մեծ է, քան այն լուման, որը մենք ստանում ենք։ Հետեւաբար սա ԵԱՏՄ Հայաստան խնդիր չէ։ Սա շատ ավելի մեծ խնդիր է, որը անհանգստացնում է Ռուսաստանին, եւ դա
ստիպում է Ռուսաստանին գնային այն քայլերի, որոնց նա գնում է։ Տեսեք, դուք ասում եք, որ մենք ԵԱՏՄ-ի հետ խնդիր չունենք, բայց ես պիտի ձեզ հիշեցնեմ վարչապետի հայտարարություն այն մասին, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է եւ եթե այսպես շարունակվի, այստեղ Հայաստանը կարող է դուրս գալ իրավիճակից, ԵԱՏՄ-ն ոչ։ Եթե լինի ինչ որ իրավիճակ, երբ Հայաստանին դուրս կհրավիրեն ԵԱՏՄ-ից, սա լինելու է հարված առաջին հերթին ԵԱՏՄ-ին։ Բայց դա հնարավոր է։ Ինչու հնարավոր չէ, քաղաքականությունը որոշումները կոնսենսուսով չեն ստեղծում։ Տեսեք, որևէ բան։ Դուք ոչ իրավական մասն եք ասում։ Այո։ Դուք կարծում եք, որ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորվում են իրավական մասով։ Դուք տեսել եք որևէ դեպք, սկսած առնվազն 2007 թվականից, ես հատուկ եմ ասում դա, երբ հայ-ռուսական հարաբերությունները կարգավորվել են իրավապայմանագրային բազայի հիման վրա։ Մենք դա չենք տեսել։ Ռուսաստանը մի երկիր է, որտեղ որոշումը կայացնում է մեծ հաշվով մեկ մարդ, մեկ հոգի, եւ այդ որոշումները երբեք չեն լինում, չեն բխում իրավապայմանագրային բազայից։ Հակառակ դեպքում 97 թվականի պայմանագիրը ամբողջությամբ եւ 100%-ով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովում է եւ այդ ապահովողը Ռուսաստանի Դաշնությունն է։ Մենք տեսել ենք, որ դա չի աշխատում։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք կոնսենսուսից, ես չեմ բացառում, որ կարող է լինել իրավիճակ, երբ առանց այդ կոնսենսուսի Ռուսաստանը այդ որոշումը կայացնի։ Այլ հարց է, որ այդ որոշումը չի բխում հենց առաջին հերթին Ռուսաստանի շահերից, եւ դա լինելու է հերթական կրակոտ սեփական ոտքին։ Պարոն Ստեփանյան, այն որ հորդոր է լինում, որ մենք հանրաքվե իրականացնենք եւ հենց հիմա կողմնորոշվենք, մենք ուզում ենք ԵԱՏՄ-ում մնալ, թե ուզում ենք դուրս գալ եւ գնալ Եվրամիություն, սա հաշվարկված է արդյոք այնքանով, որ այո, Հայաստանը կարող է հենց այս պահին որոշում կայացնել, թե իրենք լսում են մեր կողմից արձագանքը, որ մենք դեռ այդ հարցը չունենք եւ այդ հարցով հանրաքվե չենք անելու, որովհետև դրա մասին այսօր վարչապետն էլ ասաց, որ չկա մի այս հարցը, որ ես դնեմ հանրաքվե այն ժողովրդի առջև, որոնք պետք է այլընտրանքների միջև ընտրություն կատարեն։ Ավելի պարզ ձևակերպեմ, երբ հորդորը հնչում է, արձագանքը իրենք պատկերացնում են, իրենք շատ լավ հասկանում եւ գիտակցում են, որ Հայաստանում այդ հանրաքվեն չի անցկացվելու։ Դրա համար է առաջարկը հնչում։ Այո։ Դա հերթական ճնշման լծակն է, մի փորձ է ցույց տալ, որ Հայաստանը կախվածություն ունի Ռուսաստանից։ Տեսեք, այսօր Ռուսաստանը գրեթե 100%-ով իր բոլոր լծակները օգտագործում է Հայաստանի դեմ։ Ինչ ունի։ Գրեթե 100%-ով։ Մի լծակ էլ կա շատ կարևոր։ Գազը։ Ձմռանը։ Դե մենք պետք է սպասենք դեկտեմբեր ամսին եւ դա շատ կարևոր է։ Եվ շատ վտանգավոր մեր դեպքում։ Դե մենք արդեն լսում ենք հայտարարություններ Իրանի կողմից։ Այդ հայտարարությունները ես կարծում եմ պատահական չեն արվում։ Շատ բան չի ասվում, բայց ես հուսով եմ, որ իրականում այդ հայտարարությունները երբ ժամանակը կգա կհնչեն ոչ թե Իրանի կողմից, այլ նաև Հայաստանի կողմից։ Եվ ամենակարևորը, Ռուսաստանը կարող է գազը թանկացնել Հայաստանի համար միայն մեկ դեպքում, եթե իմանա, որ Հայաստանը այլընտրանք չունի։ Եթե իրենք իմացան, որ մենք այլընտրանք ունենք, նրանք նույնիսկ այդ մասին չեն խոսելու։ Բայց մենք ունենք այդ այլընտրանքը։ Ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, որ հիմա ձեզ ասեմ ինչ աշխատանքներ են տարվում, բայց եթե մենք խոսում ենք թեորիայում, հա, իհարկե ունենք։ Մենք ունենք մեր կողքը մեծ տերություն, գազային տերություն, որը ունի շատ մեծ գազային պաշարներ։ Այդ Իրանի տարածքով մենք նաև կապ ունենք Թուրքմենստանի հետ։ Մենք կարող ենք swap սխեմայով, եթե շատ պետք լինի, Թուրքմենստանից գազ ստանալ։ Վերջը կա նաև ադրբեջանական տարբերակը։ Եթե ես լինեի որոշում ընդունող, հա, ես այսպես կանեի, ամենաիդեալական տարբերակը Հայաստանի համար ստանալ գազ Ռուսաստանից, չհրաժարվելով Ադրբեջանի միջոցով։ Չէ, Ռուսաստանից, Վրաստանի տարածքով, Ադրբեջանից եւ Իրանից։ Սա Հայաստանի շահերից 100%-ով բխող սխեմա է։ Եթե մենք կարողանանք դրան հասնենք, մենք կկարողանանք որպես կոնստանտ ընդունել, որ մենք երբևէ գազի խնդիր չենք ունենալու եւ գազը չի օգտագործվելու Հայաստանի Հանրապետության դեմ որպես քաղաքական շանտաժի միջոց։ Վարչապետը խոսեց այն մասին, որ հանրաքվե անելու հարց չկա, ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով։ Այստեղ մեջբերում անեմ, թե ինչ էր ասում վարչապետը։ Նա ասում է, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը միայն հնարավորություն է ստեղծում, սակայն դրա համար դեռ անհրաժեշտ են մի շարք փուլեր, այդ թվում ինստիտուցիոնալ աշխատանք, Եվրամիությանը դիմում եւ անդամակցության համաձայնություններ, եւ որ այդ փուլերից առաջ այդ հանրաքվեն անցկացնելը անիմաստ է։ Այս դիրքորոշումը ո՞նց կգնահատեք վարչապետի։ Վարչապետի դիրքորոշումը շատ ճիշտ հավասարակշռված դիրքորոշում է, որը հնչում է ի պատասխան
այն դիրքորոշման, որը գալիս է Մոսկվայից։ Բայց ինչպես են դա լսում Եվրոպայում։ Բայց Եվրոպայում այդ ամենը շատ լավ լսում են եւ շատ լավ հասկանում են։ Ես նորից եմ ասում, եկեք նորից վերադառնանք հետ։ Պրոպագանդան, քաղաքականությունը դնենք մի կողմ, իսկ իրականությունը դնենք այլ կողմ, այսինքն երկու նժար կա։ Հիմա ես կցանկանամ ձեզ հետ խոսել եւ քննարկել ռեալ պոլիտիկա, ռեալ քաղաքականությունը։ Որն է այդ ռեալ քաղաքականությունը։ Հայաստանի այդ օրենքը, որը ընդունվել է Եվրամիության մասով, սա ավելի շատ ռետորական, հա, ինչ որ մի օրենք է, մի փաստաթուղթ է, որը միջև այս պահը որևէ մի քայլ չի արվել, որպեսզի այդ օրենքը իրականություն դառնա։ Սա եկեք ընդունենք։ Ինչու են հենց Ռուսաստանում հիմա անհանգստացել այդ օրենքով։ Ինչու օրինակ 1.5, հա, մի տարի 8 ամիս անց է, եթե չեմ սխալվում, ինչու այն ժամանակ այդ անհանգստությունը այդքան շատ չէր։ Դե որոշակի արձագանքներ կային քիչ էր հնչում։ Հիմա բաներով չէ։ Հիմա ավելի սրվել է։ Այո, ինչու։ Ինչն է դրա պատճառը։ Պատճառը հետևյալն է, որ այս տարածաշրջանը բացվում է, վերաբացվում է, կոմունիկացիոն նախագծեր են պետք է որ սկսեն գործել եւ այդ ամենը Ռուսաստանը չկա։ Սա Ռուսաստանի համար շատ ուժեղ հարված է, հաշվի առնելով, որ Ռուսաստանը X պահից 20 թվականի սեպտեմբերի 27-ից, երբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, սկսվեց, Ռուսաստանը իր բոլոր հաշվարկները կառուցում էր հենց կոմունիկացիոն նախագծերի վրա, այսինքն իրենք ընդունելով, որ ռազմական ճանապարհով նրանք չեն կարող տարածաշրջանը պահել իրենց տակ, ինչպես պահել են կոնֆլիկտի միջոցով, նրանք խաղադրույքը դրել են կոմունիկացիաների վրա։ 9-րդ կետը որտեղից եկավ։ Եվ հիմա այդ 9-րդ կետը ամերիկացիները իրենց տակից հանեցին օգոստոսի 8-ով։ Նրանց դա անհանգստացնում է, նրանք հասկանում են, որ եթե այն գործիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որպես ազդելու մեխանիզմ Ադրբեջանի եւ Հայաստանի վրա իրենք կորցրել են եւ կորցրել են գիտակցաբար խաղադրույքը դնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա եւ չկատարելով այն նույն դաշնակցային, հա, իրենց պարտավորությունը։ Հիմա կորցրել են նաեւ սա։ Բա այլ ինչ լծակ է մնում իրանց։ Մնում է մեկ լծակ՝ փորձել ճնշել Հայաստանին, վերադարձնել Հայաստանին հպատակի կարգավիճակ եւ Հայաստանի միջոցով փորձել ազդել Ադրբեջանի վրա, որովհետեւ այլ ճանապարհ նրանք չունեն։ Այս ամենը ինչ որ կատարվում է Հայաստանի շուրջ, ԵԱՏՄ, լոլիկ, ես չգիտեմ, գազ եւ այլն, այդ աշխարհակահաղական, հենց աշխարհակահաղական կոնֆիգուրացիայի մաս է։ Այլ խնդիր, լուրջ խնդիր։ Հայաստանը եւ Ռուսաստանը լուրջ խնդիր այս պահին չունեն։ Բայց այդ ճնշման գործիքը սեղմվելով կարող է Հայաստանին ինչ-որ տեղ հանգեցնել կամ քայլերի դրդել։ Կախված է մեր դիմադրողականությունից եւ մեր քաղաքականությունից։ Եթե մենք ճիշտ հաշվարկենք հնարավորությունները եւ մեր իշխանությունը տեղի չտա այդ ճնշումներին, դա բերելու է Ռուսաստանի համար հակառակ էֆեկտի։ Օրինակ, ինչքան շատ իրենք սահմանափակեն Հայաստանից արտահանումը դեպի իրենց շուկաները, այնքան շատ այդ արտահանումը մեծանալու է այլ շուկաներ։ Սա բիզնեսի օրենք է։ Բայց այդ այլ շուկաները կան իսկապես այն ծավալով, որ ծավալով կային Ռուսաստանում հնարավորությունները։ Ավելի մեծ ծավալով կա։ Ավելի մեծ ծավալով կա։ Չէ՞ մեկը հաշվարկել է, օրինակ արաբական երկրների շուկաների հնարավորությունները 400 միլիոնանոց շուկա է։ Ինչ որ մեկը հաշվարկել է Եվրամիության հնարավորությունները 450 միլիոնանոց շուկա է։ Հա, հնարավորությունները կան, բայց դրան հասնելու մեխանիզմները հայ-թուրքական սահմանի վերաբացում։ Սահմանը եթե բացվում է, խնդիրը լուծվում է մեծ հաշվով։ Մեր մոտ խնդիրը ոչ թե այն է, որ մեր ապրանքները չեն գնում Եվրամիությունում կամ արաբական երկրում։ Խնդիրը լոգիստիկան է։ Լոգիստիկայի հարցը եթե լուծվում է, ես ինչի եմ միշտ ասում, որ հայ-թուրքական սահմանի բացումը, վերաբացումը ամբողջ տարածաշրջանում իրավիճակ է փոխելու։ Այս տարածաշրջանը վերջնականապես Ռուսաստանի տակից դուրս կգա, ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ տարածաշրջանը։ Սա ամենակարևոր խնդիրն է, դրա համար Ռուսաստանը։ Բայց փաստ ունենք, մինչև այսօր դա տեղի չի ունեցել։ Չի ունեցել։ Գործընթաց կա, բայց գործընթացը այն չափով, որ չափով սпасելի է եւ գոնե մեզ անհրաժեշտ է, առաջ չի գնում։ Ես ուզում եմ ընդհանրապես ֆիքսել, որ մեր խնդիրը ոչ թե այն է, որ շուկաներ չկան, այն որ լոգիստիկան է թանկ։ X տեղ հասցնել մեր ապրանքը շատ ավելի թանկ է, քան հասցնել Ռուսաստանը։ Սա է հիմնական խնդիրը։ Թե այս խնդիրը լուծվում է։ Որակը։ Որակը իհարկե կա։ Դե Եվրամիության պարագայում իրենք որոշակի արտոնություն են, չէ՞, տալիս Հայաստանին հիմա անմաքսի հնարավորություն են տալիս 80 կամ 90% հայկական ապրանքների համար, որ կարողանան եվրոպական շուկաներ հասցնել։ Լավ, լոգիստիկ ծախսերն էլ որոշակիորեն, եթե մեղմվեն, հաշվի առնելով թե ինչ գումարներ կտան եւ նաեւ մեր համապատասխան նախարարությունը որոշակի աջակցություններ կտա բիզնեսին, բայց արդյոք մեր այն ապրանքները, որոնք չեն գնում Ռուսաստան կամ լավագույն դեպքում էլի ուրիշ ապրանքներ կկարողանան հասնել եվրոպական, ձեր ասած այդ մեծ շուկային։
Այստեղ խնդիրների կոմպլեքս է։ Լոգիստիկա, ձեր նշած որակը, որը շատ դեպքերում իհարկե կա, որակի խնդիր ունենք մենք, որովհետև տեսեք, օրինակ նույն կոնյակը հայկական եւ դա քաղաքականություն է։ Դա մասնագետներն են ասում, ես չեմ ասում։ Գինիները երկար տարիներ Ռուսաստանը մեզ նստեցրել է այդ ասեղի վրա։ Իրենք ինչ են ուզում։ Իրենք ասում են մեզ ուղարկեք անորակ գինիներ եւ կոնյակ։ Ես դա լսել եմ մասնագետներից։ Ինչու՞։ Որպեսզի էժան լինի։ Իրենց շուկայում դա սպառվում է, որպեսզի մենք կախվածություն ունենք իրենցից։ Այդ կոնյակը, որը կոնյակ չի, եւ գինին, որը գինի չի, այլ շուկաներում չեն վաճառվելու, այսինքն մենք դառնում ենք կախյալ իրենցից։ Եվ ենք ցանկացած պահին կարող են այդ ճանապարհը փակել։ Սա քաղաքականություն է, սա էլ է քաղաքականություն։ Եվ ես նույնց եմ ասում, սա ինձ մասնագետներն են ասել, սա իմ կարծիքը չէ։ Եվ եթե գինիների շուկայում գինիների արտադրության մեջ որոշակի առումով այդ հարցը գնալով սկսում է լուծվել եւ մեր գինիները գնալով որակը բարձրանում է, կոնյակի դեպքում դա չի կարելի ասել, որովհետեւ մենք ընդհանրապես ցավոք ունենք Հայաստանում 2-3 արտադրող, որը արտադրում է որակյալ կոնյակ։ Մնացածը դա լավագույն դեպքում սուրոգատ է, որի վրա մարդիկ միլիոններ են աշխատում եւ որը գնում է Ռուսաստան։ Այդտեղ այդ կոնյակը չի կարող վաճառվել, ուղղակի դա չեն գնես։ Այս այլ է խնդիր։ Եվ սա անշուշտ ինչ խոսք, սա մեր ներքին խնդիրն է, որտեղ արդեն պետք է մեր կառավարությունը եւ արտադրողները աշխատեն, որովհետեւ դու չես կարող գնել օրինակ Իրանից սպիրտի մեջ գույն տալ եւ վաճառել, չգիտեմ, Ֆրանսիայում, Շվեդիայում կամ Չինաստանում։ Ինչը կարելի անել Ռուսաստանում։ Իհարկե կարելի է։ Իհարկե կարելի է։ Ես անձամբ եմ հանդիպել այդպիսի կոնյակների։ Բայց ես նորից եմ ասում, հիմնական խնդիրը սա չի։ Մեր հիմնական խնդիրը Ռուսաստանի հետ հետևելն է։ Ռուսաստանը փորձում է անել այնպես, որպեսզի մեր ճանապարհը դեպի դիվերսիֆիկացիա եւ վարչապետ այդ ամենի մասին ասել է։ Մեր հիմնական նպատակը այս պահին մեր քաղաքականության, որը վարում է քաղաքացիական պայմանագիրը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը, դա ոչ թե Եվրամիության անդամ դառնալն է, այլ դիվերսիֆիկացիան է։ Ինչ է նշանակում դիվերսիֆիկացիա։ Դա նշանակում է, որ մենք այլևս Ռուսաստանից կախում չենք ունենա։ Խոսքը արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիայի մասին է, թե տնտեսական։ Ամբողջ։ Մենք չենք կարող ունենալ արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա, եթե մեր տնտեսությունը կախված է Ռուսաստանից եւ ԵԱՏՄ-ից։ Հիմա ռուսները դա տեսնում են եւ հասկանալով, որ եթե դիվերսիֆիկացիան տեղի ունեցավ, նրանք այլևս ոչ մի հնարավորություն չեն ունենալու մեր վրա ազդելու, փորձում են այդ ճանապարհը փակել։ Վերջ, այս սա տեղի ունենում այս պահին։ Փորձում են դա անել սպառնալիքներով, փորձում են դա անել ճնշումներով, այսինքն սա փակ ցիկլ է։ Եթե մենք սա չենք անում, մենք մնում ենք Ռուսաստանի տակ։ Եթե անում ենք, Ռուսաստանի տակից դուրս ենք։ Հիմա Ռուսաստանը ասում է դու սա չպետք է անես, որ իմ տակից դուրս չգաս։ Եթե շատ պրիմիտիվ խոսենք։ Իսկ մեր ընդդիմությունը օրինակ ասում է, եթե գործող իշխանությունը չփչացներ հարաբերությունները Ռուսաստանի հետ, մենք այս խնդիրների առաջ չենք կանգնի։ Եվ հույսերը, որ մենք շատ ենք կապում արևմուտքի հետ, այդքան էլ արդարացված չեն, որովհետև մեր հիմնական անվտանգային ռազմավարական տնտեսական գործընկերը Ռուսաստանն է։ X պահից Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը չեն համընկնում։ Սա ամենամեծ ֆունդամենտալ խնդիրն է, որը բերել է հայ-ռուսական հարաբերությունները այս վիճակի։ Այս խնդիրը առաջացել է Մոսկվայում, այլ ոչ թե Երևանում, եւ մենք դա շատ լավ գիտենք։ Այն առաջացել է դեռ 2007 թվականին, երբ Վլադիմիր Պուտինը հայտնի Մյունխենյան ճառ արտասանեց, հայտարարեց, որ Ռուսաստանը բարձրանում է ծնկներից, փոխում է իր քաղաքականությունը, փորձում է դառնալ ԱՄՆ-ի հետ հավասար երկիր միջազգային հարաբերություններում եւ դա բերել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների լուրջ փոփոխությունների։ Պուտինը խաղադրույք է արել Թուրքիայի վրա, այդ թվում նաեւ մեր տարածաշրջանում։ Ինչը հետագայում բերել է նրան, որ Ռուսաստանը միլիարդավոր դոլարի զենքեր է վաճառել Ադրբեջանին խաղադրույք դնելով Ադրբեջանի վրա։ Ինչը բերել է 20 թվականի պատերազմին, ինչը բերել է Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ այն ամենին, ինչ տեղի է ունեցել այդ ողբերգությունների շարք, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Արցախում եւ Հայաստանում։ Սա է խնդիրը։ Խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ։ Ես չեմ ուզում Ես իհարկե ողջունում եմ, որ մեր ընդդիմությունը այդքան շատ է գերագնահատում Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ֆակտորը, բայց իրականությունը մի փոքր այլ է։ Միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքականությունում եւ ամենակարևորը տվյալ դեպքում աշխարհատնտեսությունում անձնային ֆակտորը լավագույն դեպքում 3-րդ կամ 4-րդ տեղում է։ Դա էլ տեղ ունի, իրավունք ունի կյանքի։ Հիմնականում շահն է, իսկ մեր շահը Ռուսաստանի հետ վաղուց չի համընկնում եւ ես նորից եմ ասում, այդ որոշումը Երևանում չի կայացվել։ Այդ որոշումը կայացվել Մոսկվայում։ Իսկ ազդեցությունը Ռուսաստանի հիմա Հայաստանի մասնավորապես եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում ինչպիսին է։
Ռուսաստանը ունի ազդեցություն առաջին հերթին դա կոնցեսիոն պայմանագիրն է, նա նստած է երկաթուղի վրա, ես դա այդպես եմ կոչում, ինչպես շունը նստած է խոտի վրա, խոտի դեզի վրա։ Իրենք դա չեն օգտագործում, չեն կիրառում եւ թույլ չեն տալիս, որ ուրիշները օգտագործեն եւ կիրառեն։ Սա ամենամեծ խնդիրն է, որը այս պահին Հայաստանի զարգացմանը խոչընդոտում է։ Դրա մասին էլ խոսեցինք։ Որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել, խոսում է, բայց չի դիմել կոնկրետ։ Ինչի համար չի դիմել։ Որ երկաթուղին հիշում եք վարչապետը ինչ էր ասում դրա հետ կապված։ Մենք չենք դիմել, խոսում ենք։ Խոսակցության ժամանակ այնտեղ չեմ եղել, բայց ես վստահ եմ, որ վարչապետը այդ հարցը քննարկել է Պուտինի հետ, դեռ միջև ընտրությունները այդ վերջի այցը, որ եղավ, որ Պուտինը բացվել էր, հա, սկսել էր շրուցել եւ Հայաստանի ընդդիմության շահերը պաշտպանել եւ պահպանել, այդ ժամանակ այդ խոսակցությունը եղել է եւ Ռուսաստանը մերժել է Հայաստանի առաջարկները։ Սա շատ նման է հապկի շուրջ ծավալված իրավիճակին, ես 22 թվականին ասացին, չեք դիմել, թղթի վրա պետք է գրեիք, այդ ժամանակ արձագանքեիք։ Սա շատ նման է ինչ որ լիրիկական, հա, լիրիկական զեղումներին, բայց իրականությունը այլ է։ Բայց Հայաստանը այս հարցում ինչ կարող է անել եւ ինչ դիրքորոշում պիտի ունենա։ Ես կարծում եմ, որ գնալով Հայաստանը ստիպված է լինելու գնալ կոշտ քայլերի։ Այլ ճանապարհ չկա։ Ինչ անում։ Պետք է կոնցեսիոն պայմանագիրը խզվի, այ ճանապարհ ռուսները մեզ ուղղակի չեն թողնում, որովհետև թողել երկաթուղին այն վիճակում, որում նա այսօր կա, նշանակում է հրաժարվել Հայաստանի մասնակցությունից։ Բայց Ռուսաստանն ասում է, չէ՞, որ իրենք պատրաստ են ներդրում անելու, վերականգնելու այն հատվածները, որտեղ խնդիր կա։ Ռուսաստանը ասում է, որ հապկնել է պատրաստ մեզ օգնության գալ։ Ես նորից եմ ասում, մենք ճիշտ չենք դիմել, այլ որ ճիշտ դիմեինք կգային։ Չէ, անգամ դիմեցինք տարբեր կետերով, ոնց որ։ Ես ուզում եմ մենք խոսենք ռեալ քաղաքականության շրջանակներում, ռեալ քաղաքականությունը հետևյալն է։ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանը դառնա նոր կոմունիկացիոն նախագծերի մաս, Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Ադրբեջանը եւ Հայաստանը կապեն կենտրոնական Ասիան, որը շատ կարևոր տարածաշրջան է Ռուսաստանի համար Եվրամիության հետ իրենց տարածքով, եւ Ռուսաստանը առնվազն պահանջում է մասնակցություն այդ ամենում։ Դե ընդդիմություն ասում է, տեսնում է հնարավորություն, որ իրենք թրիփին կարող են մասնակցել։ Իրենք չեն կարող թրիփին մասնակցել, որովհետեւ թրիփում 74%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներին է պահկանում։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները սա դիտարկում են ոչ թե որպես բիզնես նախագիծ, այլ որպես աշխարհատնտեսական լուրջ նախագիծ, որը այդ թվում նաև ուղղված է Ռուսաստանին շրջանցելու եւ իզոլացնելու նպատակով, այդ նպատակով ունի։ Ես մի փոքր դժվարանում եմ պատկերացնել, որ ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանին ներառի այդ նախագծում։ Դե Չինաստանի մասին էլ մոռացաք։ Կարող է Չինաստանն էլ ներառվել, ինչու՞ ոչ։ Չինաստանը կարող է ներառվել։ Բոլոր հնարավոր կողմերը ներառվեն։ Չինաստանը կարող է ներառվել այն դեպքում, եթե Թրամփը կարողանա Սի Ցզինպինի հետ պայմանավորվել մի քանի տասնյակ լուրջ հարցերի շուրջ, որով սահմանվելու է ամերիկյան հեգեմոնիան ամբողջ աշխարհում եւ Չինաստանը ընդունելու է ԱՄՆ-ին որպես հեգեմոն եւ համաձայնվելու է երկրորդ հորիզոնականին։ Միջև այսօր դա տեղի չի ունեցել, հետեւաբար խոսել այդ մասին գոնե հիմա ես կարծում եմ ավելորդ է ժամանակավոր։ Վերջին հարցը, քանի որ հապկի մասին հիշատակում եղավ, կուզեի ձեր կարծիքը լսել այն մասին, որ հնարավոր է նոյեմբերին քննարկվի հապկում Հայաստանին ձայնից զրկելու վերաբերյալ քննարկում լինի, այսպես ասեմ, ինչ հավանականություն կարող է դա ունենալ եւ քննարկվելու դեպքում ինչ կարող է տեղի ունենալ։ Քաղաքականությունում որևէ բան բացառել չի կարելի, մեզ կարող են իրոք ձայնից զրկել, բայց դա չի նշանակում, որ մենք զրկվելու ենք այդ ձայնից, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը հապկում երբեք ձայնի իրավունք չի ունեցել։ Եթե Հայաստանի Հանրապետությունը հապկում ձայնի իրավունք ունենար, ջերմուկում ադրբեջանական բանակը չէր գա եւ չէր կայնի Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք ձայնի իրավունք ունեցել ենք դե յուրե, բայց չենք ունեցել դե ֆակտո։ Եվ ես նույնիսկ այսպեսի բան սարսված են մեր հարաբերությունները, կարող են դրանք նման գործընթացի պատճառով կամ առիթով արդեն դե յուրեի ճանապարհը բռնել։ Ոչ։ Մենք շփոթում ենք պատճառը հետևանքային կապը։ Հայաստանի հարաբերությունները հապկի հետ լավ վիճակում չեն, ոչ թե դրա համար, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը, այլ հակառակը։ Հայաստանի հարաբերությունները հապկի հետ վատն են, որովհետև վատն են Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, եւ այդ գործընթացը սկսվել է շատ վաղուց։ Ես նույնիսկ կարող եմ ձեզ նշել, որ Սերժ Սարգսյանի երանելի ոմանց համար իշխանության տարիներին Հայաստանին ուղիղ կերպով, իհարկե ոչ թղթի վրա, ասվում էր դուք մի դիմեք մեզ։ Երբ որ սահմանին մարդ են սպանում, հայ-ադրբեջանական, մեզ մի դիմեք։ Այդ խնդիրը ինչ որ ձևով լուծեք, բայց մի դիմեք մեզ։ Սա ինձ ասել են այն ժամանակ դիվանագետները, որոնք հիմա իդեպ շատ ակտիվ աշխատում են իշխանության դեմ եւ մեղադրում են գործող իշխանությանը բոլոր մեղքերում,
Եվ իրենք էին ասում, որ մեզ այդպես են ասել, եւ մենք չգիտենք ինչ անենք։ Քարորիայի ժամանակ Եվ Քարորիայի ժամանակ։ դրա համար չդիմեցին ՀԱՊԿ-ին։ Դե իհարկե։ Դե Քարորիան գոնե ասենք եղել է Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղում է եղել, որը ՀԱՊԿ-ի պաշտոնական, պատասխանատվության գոտում ներառված չէ, բա հայ-ադրբեջանական սահմանում այդքան սպանությունները որ տեղի էին ունենում այդ ժամանակ։ Այսինքն սա ամբողջը լավագույն դեպքում ինչ որ երկերեսանիություն է, փարիսեություն է եւ իրականում այդ հարաբերությունները գոնե ես նորից եմ ասում 2007-ից հետո երբեք չեն եղել այն մակարդակի, որ Հայաստանը կարողանար ՀԱՊԿ-ում ձայն ունենալ կամ Հայաստանի ձայնը լսելի լիներ։ Դրապես ոչ մի բան դրանով չի փոխվելու։ Կզրկեն Հայաստանին ձայնից, թե չեն զրկի դրանից, ոչ մի բան չի փոխվելու Հայաստանի համար։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանն էր, կհանդիպենք։